Ողջույն սիրելի ունկնդիրներ։ Մենք շարունակում ենք մեր Աբովյանական թանգարանային զրույցները Խաչատուր Աբովյանի տուն թանգարանի ցուցասրահից։ Այս պահին իմ զրուցակիցն է լեզվաբան, բարբառագետ, Լեզվի ինստիտուտի ավագ գիտաշխատող Ջեմա Բարնասյանը, ողջույն Տիկին Բարնասյան։ Շնորհակալ եմ զրույցի հրավերը ընդունելու համար, չմերժելու համար, այսպես համապատրաստից։ Տիկին Բարնասյան, ինչպես գիտենք, մեր այսօրվա գեղեցիկ օրվա կապակցությամբ մեր թեման էլ կրկին թանգարաններն են, հատկապես Խաչատուր Աբովյանի տուն թանգարանում ենք նրա հարկի տակ եւ չենք կարող չխոսել նրա ունեցած հսկայական գրական եւ լեզվաբանական ժառանգության մասին եւ այս պահին մի փոքր, քանի որ գիտենք տարին էլ Աբովյանական է, հաշվի առնելով Վերք Հայաստանի վեպի տպագրության 185-ամյակի այդ հոբելյանական առիթը, ուզում եմ մեր զրույցի թեման դարձնենք Աբովյանի լեզուն, գրական լեզուն, բարբառը, որը նա կիրառել է աշխարհաբարի մեր ունեցած այդ լեզվական անցման ընթացքը, խնդրեմ։ Սիրով, ճիշտ ասած, այս տուն թանգարանում ես եղել եմ շատ վաղուց, մինչև այս գեղեցիկ եւ շատ հաճելի վիճակին հասնելը ժամանակին իհարկե այդպեսին չէր, դպրոցական տարիներին ինքս Երևանցի լինելով Հովհաննես Թումանյանի անվան դպրոցում էի սովորում եւ այն ժամանակ մեզ մեր հրաշալի դասատուները, ուսուցիչները սիրում էին այդպիսի առիթներ օգտագործել, այո, տարբեր առիթներով, որևէ Հոբելյանի, բանի առիթով եղել եմ այստեղ, բայց հիմա իհարկե սա շատ նորովի այսպես ամեն ինչ ներկայացնող հրաշալի մի հաստատություն է, որ շատ լավ կլինի Երևանյան շատ դպրոցներից ոչ միայն թանգարանների օրը, այլև ընդհանրապես օգտագործելով ցանկացած առիթ, գալու, տեսնելու մեծ լուսավորչի, այո, մեր հրաշալի Աբովյանի տուն թանգարանը, որ շատ բան կտա նրանց հոգևոր հարստություն, ես կասեի։ Եթե դες հետաքրքրում է բարբառը, իհարկե շատերին թվում է, թե սա պարզապես առիթ է այսպես ներկայացնելու այս տարածաշրջանի բարբառը, որ շատ դեպքերում երեխաներին, հատկապես որ դպրոցներում անցնում են դա միջինից մի քիչ բարձր, արդեն ավագ դպրոցին այդ ժամանակ բոլորին թվում է, թե սա ընդամենը բարբառ է, խոսք է, որ նա ցանկացել է այսպես սերունդներին փոխանցել, հնարավոր է որ ճիշտ այդպես նա ցանկացել է սերունդներին ներկայացնել իր մայրենի բարբառը, բայց մի մոռացեք, որ նա հրաշալի եւ գրափար գիտեր եւ տարբեր լեզուների էր տիրապետում, այո, եւ այդքան լեզուներով հնարավորություն ունենալով իր մտքերը արտահայտել, ահա այս մի շրջան, երբ որ պիտի խոսի մեր հայկական այդ շատ դժվարին մի շրջանի մասին, երբ Հայաստանը կանգնած էր լինել չլինելու այդ սահմանագծին, ահա այդ ժամանակ ես կարծում եմ, որ մայրենի բարբառը միջոց էր, արտահայտման միջոց, որ մեր ժողովուրդը նաև սիրի ոչ միայն մեր ժողովրդին, իր սեփական ժողովրդին, այլ նաև նրա խոսքը, նրա բարբառը, իսկ բարբառը հարուստ բարբառ է։ Ինչպիսին է բարբառը։ Առանձնահատկությունները կարող ենք նշել։ Այո, իհարկե կարող եմ, որովհետև պետք է ձեզ ասեմ, որ Գիտությունների ազգային ակադեմիայի Լեզվի ինստիտուտը 70-ական թվականներից սկսած գիտական շատ լավ հնարավորություններ օգտագործելով, օրինակ ասենք հավաքչական աշխատանքների համար, դե գիտեք, Աճեռյանի բանի ժամանակ այդ հարցարանները, որի միջոցով պիտի դիմել եւ հավաքել բարբառները, դրանք այն ժամանակ չկային, բայց իր սեփական իր ցանկացած սկզբունքով հավաքելով կարողացել է, ասենք, ոչ միայն նա, բազմաթիվ չեմ ուզում իրար հետևից բոլորի անունները նշել, բայց հայոց շատ բարբառներ հենց պահպանվել եւ սերունդներին են հանձնել իրենց սեփական, այսպես, ինչ ասեմ, տեսակետից, ասենք թե ինչպես պիտի
այս բարբառում լինի այսինչ խոսքը, արտահայտությունը եւ այլն բան, բայց քանի որ մենք արդեն ունենք ավելի համակարգված, այո, ունենք հավաքչական աշխատանքներ կատարելու համար հատուկ ծրագիր, ահա այդ ծրագրի շրջանակներում արդեն շատ ավելի հեշտ է տարբեր բարբառներ գրառելով, հետո հետագայում համեմատել իրար հետ, տեսեք, թվում է թե բոլորը կարծում են թե ճիշտ Երևանի խոսվածքն է, բայց դա այդպես չէ։ Օրինակ, եթե լրացնում եք ըստ այդ ծրագրի հավաքչական աշխատանքների ընթացքում զգում ես, ես ինքս շփվել եմ այստեղ շատ լավ տարիք հիմա արդեն այդ մարդիկ չկան, բայց այն ժամանակ նրանք խոսում էին ճիշտ այն բարբառով, ինչ իրենց ծնողները եւ դա շատ լավ հնարավորություն է, դա 70-ականի վերջերն էր, մենք նոր էինք ավարտել համալսարանը եւ այդ հավաքչական աշխատանքների համար այցելում էինք Երևանի շրջակայքում գտնվող օրինակ Երևանի բարբառը դե հիմա ճիշտ ասած այնքան էլ ճիշտ չլինի, որ հիմա ինչ որ համեմատության համար դրանք բերեմ, բայց այնուամենայնիվ պետք է ասեմ, որ տարբերություն կա իհարկե, օրինակ բաղաձայնական համակարգը արարատյան բարբառի խոսվածքներ են, չէ՞, բայց Նորքի խոսվածքը, Նորքի, որը ժամանակին գյուղ էր ընդամենը, բայց հետագայում դարձավ Երևանի թաղամասերից մեկը համարվեց, նաև Քանաքեռի խոսվածքը հետաքրքիր առանձնահատկություն ունեն, որ բաղաձայնական համակարգի ձայնեղ բաղաձայնների խլացում կա։ Ասենք Պերես տվեց իրան, այս արել, այդ ժամանակ ասենք խոսվածքի մեջ արդեն բայց շատերին թվում է թե հատուկ արվել է ասենք տարբերություններ ցույց տալու Երևանի խոսվածքի եւ Քանաքեռի խոսվածքի մեջ, բայց ովքեր բնիկ քանաքերցիներ են ասում են, որ այո, այդպես խոսել են նաև իրենց ծնողները, իսկ դա հատուկ արվել է, որ չկորչի իրենց գեղեցիկ խոսվածքը, իրենց գեղեցիկ բարբառը, նրա առանձնահատկությունները։ Ես կարծում եմ նրա կողմից շատ հայրենասիրական քայլեր բարբառով ներկայացնելը, բայց այն հատվածները, որտեղ պետք է ասենք հայերենի այդ ամբողջ գեղեցկությունը երևաբան, կարծում եմ, որ մեր հրաշալի, այո, լինելով այդքան կրթված, այդքան զարգացած, նա շատ լավ գիտեր, որ վերջապես պիտի օգտագործի նաև այդ միջոցը լեզուն սերունդներին հանձնելու, ներկայացնելու, իսկ Ի վերջո գրականություն բոլոր նրանք այո գուցե աշակերտների համար փոքրինչ դժվար է յուրացնելը եւ հասկանալը եւ այլն, բայց ոչինչ թեկուզ եւ լեզվի վավերագրություն է, որը պիտի իմանանք, ծանոթ լինենք եւ վերադառնալով մեր այսօրվա թեմային եւ մի փոքր որպես ամփոփիչ խոսք ձեր կողմից մշակույթը մենք գիտենք, որ շատ կարեւոր եւ առանձնահատուկ բան է յուրաքանչյուր ժողովրդի, ազգի, նաեւ ինչու՞ չէ պետության պարագայում եւ ամենակարևորը ազգաճանաչության ամենալավ միջոցն է։ Այո, այս տեսանկյունից կրկին ուզում եմ ձեզ նույնպես ուղղել այս հարցը, որը կարծում եմ շատ արդիական է, յուրաքանչյուրս մեր սրտի խորքում այդ տրոփյունը ունենք, ինչ մարտահրավերներ կան այսօր հայ ժողովրդի առջև նոր սերնդի համար որպես հրամայական եւ ինչ ունի անելու եկող սերունդը մշակույթը պահպանելու շատ հետաքրքիր մի բան կար, միտք կար, որ մշակույթը մենք միշտ սովորենք պահպանենք, չէ՞, ինչ-որ ծածկենք, որ հանկարծ չկորչի, դա մեր մտավախություններն են, դա մեր վախերն են, բայց մշակույթը պետք է նախ եւ առաջ զարգացնել եւ հանրահռչակել, եթե մենք ուզում ենք պահպանենք, ապա պիտի ամեն դեպքում հանրահռչակենք եւ հանրահռչակելու համար մեզ դա զարգացնել է պետք, չպետք է վախենանք։ Այ որպեսզի չվախենանք, լինենք համարձակ, բայց եւ նաեւ նոր աշխարհից եկող այդ ահազանգերին չտրվենք, չձուլվենք, այդ ոսկե միջինը, այդ բալանսը, այդ հավասարակշռումը ինչպես պետք է անի։ Իր դարերի ընթացքում
եւ շրջակա ժողովուրդների մեջ եւ իր սեփական հողում թողնելով բազմաթիվ հետքեր, թե որտեղից ուր ենք հասել, ինչ ենք արել, դեռ այնքան բան կա հայտնագործելու եւ ես կարծում եմ, որ մեզ ճանաչող, հասկացող, այսպես մտավորականները հրաշալի այսպես հասկանում են, հրաշալի կերպով հասկանում են, որ մեծ պատիվ է այսպեսի մեծ ժողովրդի հետ իրենց պատմական կապերը փոխազդեցությունները, թեև ասում եմ, շատ դեպքերում դրանք այնքան էլ փոխազդեցություն չեն, ուղղակի մեր ազդեցությունն այլ օտարների վրա, եւ պիտի այնպես անենք, որ գոնե մեր հետագա սերունդները, օրինակ մեր երեխաները, հենց այս պահին, այս համաշխարհայնացման այս հսկա այդ գործընթացի մեջ, այո, չկորցնենք այն հոյակապ, այն ընտիր մշակույթը, այն ընտիր առանձնահատկությունները, այո, որոնք մենք բերել հասցրել ենք այս դժվարին ժամանակները, երբ որ թվում է, թե արդեն եւ հայոց լեզուն եւ հայ մշակույթը եւ մնացած բոլոր բաները մի տեսակ այդ հսկայական այդ տարածաշրջանի փոփոխությունների բանի մեջ կարող են խամրել, կորչել բան, պիտի ամեն ինչ անենք, որ մենք չկորցնենք հնարավորությունը մեր հետագա սերունդներին փոխանցելու դա, որովհետև եթե կա պատմական հիշողություն, ուրեմն այդ ժողովուրդը ապրում է, դեռ կա եւ հույս ունենանք, որ հետագայում էլ նույնքան ջերմությամբ ոնց որ մեր նախորդները եւ մենք սիրել ու պահպանել ենք, մեր ապագա սերունդներն էլ կպահպանեն եւ կկարողանան հետագա սերունդներին հանձնել այդ սերը, պաշտամունքի հասնող սերը, ես կարծում եմ, մեր երկրի, մեր ժողովրդի հանդեպ եւ դրա համար էլ ես լավատես եմ եւ կարծում եմ, որ այս դարում, այս համաշխարհային քաղաքականության այս խառնաշփոթի մեջ, այո, մենք չենք կորչելու, որովհետև պիտի մեր մտավորականությունը ամեն ինչ անի, որ այս ամենը պահպանվի եւ դա այն ժառանգեն մեր հետագա սերունդները։ Շնորհակալ եմ Տիկին Բարնասյան այս գեղեցիկ զրույցի համար։ Հիշեցնեմ, որ մենք զրուցում էինք լեզվաբան Բարբարագետ Ջեմա Բարնասյանի հետ։ Մեր զրույցները դեռ շարունակվում են, հետևեք մեզ։